Դուք ասեցիք, որ քաղաքական հենարան չունեք։ Իսկապես քաղաքական հենարան չունեք։ Այո։ Չգիտես, որ ես չունեմ քաղաքական հենարան։ Դե ձեզ Ռոբերտ Քոչյանի հետ են կապում։ Բայց դու չգիտես, որ ես չունեմ։ Դուք ինչ ուզենաք կկապեք։ Ինչ ուզենաք ասեք, ինչ ասես ասել եք։ Ձեր խոսքից ելնելով են։ Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականությամբ ոչ մեկի հետ չեմ համագործակցում։ Բարձրաձայն ասում եմ եւ իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք, քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում։ Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով, ուրեմն ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ։ Հետագայում միգուցե կլինի ինչ է պատահ է, որ ասենք։ Մի ասա երբեք մի ասա երբեք։ Հայաստան խմբակցության անդամներն են։ Քաղաքական հենարանի ավականու կազմում ոնց եք աշխատել, որովհետև սա նաև քաղաքական մարմին է եւ կուսակցություններ ներկայացած։ Դե հիմա տեսնում ես, որ ասենք մենք բոլորը խմբակցությունները իրենց ձայնը որ տվեցին, դրանից հետո համագործակցենք, աշխատենք։ Մեկը կարող է մի կուսակցության պատկանելություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելություն ունենա, բայց մեր հիմքը պետք է լինի քաղաքի շահը։ Քաղաքի շահը, այո, հանգիստ համերաշխություն։ Խառնակցություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, ամենակարևորը դա է։ Հետևից մարդու հետևից դավեր չդավել, որը իմ ապրած կյանքը այդպիսին է։ Իսկ հնարավոր չէ այդ դավերը Ձեր ծրագրերին չքվեարկելը ոտ պահել կհամարվի թե։ Այս փուլից հետո ինչ անեն։ Ձեր ծրագրերին օրինակ մյուս ուժերը կողմ չեն։ Ուրեմն մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, ուրեմն անպայման նկատի կունենանք իրանք ծրագրերը։ Այնպես չէ որ ասենք մենք վունդերգինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ։ Ոչ, քննարկում ենք բոլորի հետ։ Ընդդեմ ոչ միայն տեխնազուների, ես ասեցի։ Ղուկասյան ասում են դուք հավատացյալ մարդ կոնկուրսով ո՞նց եք առաջադրվել։ Ուրեմն հավատացյալ մարդը կոնկուրսով ո՞նց եմ առաջադրվել, ասում եմ։ Հիմա կոնկուրսը այն առաջվա Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները, հավատքը սուտ է, այս կողմ են կողմ։ Իրանք այդպես չեն մտածում։ Եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես։ Իրանք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոտ, հավատացյալ մարդու պես ապրում են։ Եվ դա շատ դրական է։ Այո։ Ընտրություններից հետո Միքայել Սրբազանը հանդես էր եկել ձեզ եւ Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու օրակարգով, Մարտուն Գրիգորյանը հանդիպեց Միքայել Սրբազանի հետ, բայց դուք այդպես էլ չգնացիք, ի՞նչն էր պատճառը։ Ինչ է եղել, ում հաշտեցնեն, ով պետք է հաշտեցնի։ Ձեզ եւ Մարտուն Գրիգորյանը։ Ով էր ուզում ինձ հաշտեցնել։ Սրբազանը։ Ուրեմն, լավ, հիմա, ուրեմն այս հարցին պատասխանեմ, հետո կշարունակենք։ Ճիշտ ասած հաշտեցնելու ոչ մի բան չկա։ Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ բան չեմ, ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ։ Իմ պրոբլեմը այլ տեղ է։ Հասկացա՞ր ադրբեջանցիներն։ Փաշինյանի հետ էլ չունեք։ Խոսեմ, կասեմ։